Թուրքիայի հետ մեր կարգավորման գործընթացը եւս շարունակվում է, առանցքային են կրկին օրինակ բացի դիվանագիտական հարաբերությունների հաստատումից առանցքային է սահմանների բացումը, մեր միջև նոր կրկին տրանսպորտային ուրեմն ենթակառուցվածքների վերագործարկումը, Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը ուղղակի կենսական նշանակություն ունի եւ կարող է ապահովել ընդհանուր միջև, այսինքն Պարսից ծոցի եւ Սև ծովի միջև ամբողջ տրանսպորտային շարժի մեջ առանցքային դեր ունենալ եւ նաեւ միջերկրական ծովի Ունենք որոշակի պայմանավորվածություններ, պայմանավորվել ենք օրինակ համատեղ վերականգնել Անիի կամուրջը պատմական, սա ուղղակի լրացնում է արդեն իսկ իրականացված որոշումները, որոնք սահմանում են ուղիղ օդային թռիչքներ, օդային բեռնափոխադրումների խոչընդոտների վերացում, Գիտեք, պայմանավորվածություններ ունենք, որոնք մինչ այս պահը կյանքի չեն կոչվել, օրինակ երրորդ երկրների քաղաքացիների համար ազատ շարժը սահմանով, այս սահմանի բացումն անցանալ եւ Հայաստան եւ Թուրքիայի քաղաքացիների համար, ովքեր դիվանագիտական անձնագիր ունեն։ Տեղյակ եք նաեւ, որ փետրվարի 28-ից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի մարգարե անցման կետում որը արդեն կառավարության որոշմամբ հիմնանորոգվել է, սահմանային ծառայությունը իրականացվում է բացառապես Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի ուժով։ Սա իհարկե նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության սահմանահատող այդ սահմանային անցակետերը, բոլոր անցակետերը արդեն մարտի 1-ից ընդ որում բոլոր նկատում եւ գործող անցակետերի եւ չգործող, ինչպիսին օրինակ մարգարան է, բոլոր անցակետերում ծառայություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության սահմանային զորքերը, սահմանային ծառայությունը, սա բոլորովին մեղմ ասած անկարևոր փաստ չի,